Սալամ Բարև ձեզ, ողջունում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի سلام بر شما در نام عیسی مسیح به شما خوش آمد میگم. Աստված օրհնի خداوند برکت بده هممون رو. Շատ ուրախ եմ, որ նորից իրար հետ ենք, հարազատ դեմքեր, خوشحالم که باز با همیم قیافه‌های آشنا. սիրելի քույր եղբայրներ, خواهران و برادران عزیز، թող Տերը փառավորվի ամեն ինչում. بذار که عیسی مسیح در همه چی جلال بیابه. Ամեն Ես հետս մի հատ ման եմ վերցրել, այսօր ցույց من կտամ. امروز یه چیزی با خودم آوردم نشون خواهم داد. Էմիլ աղբորիցս օրինակ եմ վերցրել. من از امیل عزیز برادرم نمونه برداشتم که با خودش چیز میز میاره نشون میده. Ինքը անցած անգամ եկավ քարով, քար էր բերել. خودش دفعه پیش با سنگ اومد. Որ مال ایشون پیشرفته است. امیل سنگ و منگ میاره ایشون وسایل الکترونیکی. Ես մտածեցի Էմիլը երևի այսօր ջղայնացած է, ով առաջի մեղքը գործի, այս քարով խփելու է, հա? من فکر کردم امیل سنگ آورده و عصبانی هر کس که اشتباهی بکنه از اون بالا میزنتشون. Բայց փառք Աստծուն տեսման Տերը. ولی خدا رو شکر اتفاقی نیفتاد. Այդ քարը ծառայեց Աստծո փառքին. اون سنگ برای جلال نام خدا به کار برده شد. Ամեն. Այս տեսանելին շատ կարևոր է, էլի, որ نشون دادن چیزا خیلی مهمه. այս քարը հիմա ես չեմ մոռանալ, Էմիլի քարը. این سنگی که امیل نشون داد دیگه تو ذهن من Բայց میمونه. խոսքը որ ասվում է, ուղղակի խոսքը հնարավոր է որ մենք حرف մոռանանք. از یاد میره ولی تصویر همیشه تو ذهن ما میمونه. Ամեն դեպքում. Ես հիշում եմ ամսվա սկզբին քարոզեց, եթե չեմ սխալվում, առաջի քարոզը Ռեզա աղբերն էր. من اگه اشتباه نکنم اول Հաղորդության سال մասին էր քարոզում. برای نه Հաղորդության մասին. مانر نوامبرینر من پدر واینر هرچی کاروز چش در صورت در مورد صحبت برادر رضا صحبت میکنه که در مورد Հիմա հերթականությունը չեմ հիշում. در مورد اشای ربانی Ռեզաներ, Էմիլներ, Ֆերնանդ աղբերներ. برادر رضا بود، امیل بود و فرناند بودن. Ինչի համար եմ ասում։ برای چی دارم اینو میگم؟ Այսօրվա խոսքը որ կա, ուզում եմ, չգիտեմ, հորդորեմ, քաջալերեմ, պատվիրեմ, ոնց ուզում եք ընդունեք։ صحبت که امروز خواهم کرد نمیدونم پیشنهاد توصیه است، سفارشه. Ես աշխատում եմ ամեն քարոզողից, من سعی میکنم از همه واعظین ով որ քարոզում է, هر کی که موعظه میکنه շատ բան չէ, մի բան հետս վերցնեմ տանեմ տուն։ خیلی چیز نه ولی یه چیز رو دریافت کنم از صحبتاش و با خودم خونه ببرم. Ինչի համար մի բան, որովհետև հեշտ չի բոլորը վերցնել։ چرا یه دونه؟ چون Ամբողջ քարոզը چون վերցնել։ همه موعظه رو تو یادمون در اصل نخواهد موند. Եկեք ազնիվ լինենք, atենց է, մենք մոռանում ենք։ Հիմա երևի հարց տանք 90%-ից չենք կարա یا հիշենք։ این با خودمون رو راست باشیم. Վերջի քարոզը اگر سال بشه آخرین موعظه Ֆերնանդ در مورد աղբերի چی ինչի بود؟ մասին էր քարոզում։ فرناند موعظه کرد شاید 90% ندونن موعظه در مورد. Դրա համար մտածենք, մտածելով անցած քարոզին մեկ ինձ հարց տվեց, ասեց ինչի մասին է քարոզում, տենց լավ չհասկացա։ سری پیش یکی به من از من پرسید که من متوجه نشدم موعظه در مورد چی بود. Կենտրոնացի մի բան գոնե վերցրու, մի բան, մի բան, متمرکز شو روی یه موضوعی که تو موعظه است و اونو بردار اونو نگه دار تو մի ذهنت. նախադասություն։ یک جمله Եվ դա մեզ կօգնի։ و اون ما رو کمک خواهد Ինչի کرد համար, որ ուղղակի չգանք, նստենք, գնանք ու ոչ մի که բան نشه که همینجور بیایم بشینیم باش بریم و می‌بان چی بعدش میشه. هم همه چی یادمون بره. մեր օգուտի համար։ برای اسی استفاده واقعی- خودمون هست. Ուղղակի, չգիտեմ, նորից եմ ասում խորհուրդ կամ نمیدونم اینو به عنوان ایشون سفارش تجربه پیشنهاد دارن؟ میخوایم بپذیرین یا تشویق. Այս տարի ինչքան գիտեք արդեն խոսվեց նոր լիդակուրնել ասեց վիեն ախպերս էլ ասեց հոգով լծվելու մասին همونطور که սուրբ میدونیم հոգով լծվելու մասին همونطور که میدونیم خلیله Անցած عزیز گفتن տարի- ویگن هم گفت که در مورد پری روح هست. անցած տարի մեր նպատակն էր մեր առաջադրանքն էր չգիտեմ հարաբերությունները سال پیش در مورد بیشتر صحبت‌های ما و
کارکرد ما روی رابطه ها Որ մենք ավելի շատ այդ ուղղության, որ ավելի շատ աշխատենք հարաբերությունների վրա։ که ما سعی کنیم بیشتر روی رابطه ها کار کنیم. Հիմա տարին որ անցավ չի նշանակում վերջել հարաբերություններ این պետք։ وقتی سال گذشت به این معنی نیست که دیگه هیچ رابطه ها رو همه رو قطع کنیم بریم تو مسئله رو. Բայց մենք գնում ենք առաջ, փառքից داریم փառք, جلو میریم، پیشرفت հավատքից میکنیم հավատք։ از ایمان به ایمان. Հիմա այս տարվա մեր առաջադրանքը, նպատակը, տեսիլքը این ոնց رویای ուզում ենք ما، հասկանալ, هدف ما امسال հոգով լցվելն է, از پر شدن از روح خداست. հոգու լեցունություն ունենալն է։ داشتن پری روحه. Մենք հիմա կխոսենք մի քիչ կմանրանանք ավելի ինչ է نشանակում ما صحبت میکنیم در موردش بیشتر հոգով լեցվել, հոգով تجزیه լեցված, میکنیمش. پر شدن از روح، հոգու լեցունություն։ پر شده از روح، از روح پر եկեք մի شدن. անգամից اینا رو բացենք, همه رو մի անգամից صحبت բացենք می‌کنیم. Եփեսացիների 5, افسوسیان 5 այդ տեղը բոլորիս քաշծանոտ տեղ է երևի։ 5:18 Եփեսացիներ։ افسوسیان 5:18 Աստծո խոսքն ասում է, Պողոսն ասում է Աստծո բերանից. کلام خدا در واقع گری پولس از می‌درسه. دهان خداوند میگه Գերի մի դարձեք գինուն, այլ լցվեք Սուրբ Հոգով։ مست شراب نشوید بلکه از روح خدا پر شوید. Ես 2-3 հատ Աստվածաշունչ ունեմ, նայում եմ տարբերակները։ Մեկ ուրիշ տեղ ասում է ոչ թե գերի մի դարձեք, այլ մի հարփեք։ من سعی میکنم آیات رو وقتی میخونم از ترجمه‌های مختلف ارمنی بخونم. بعد یه جای دیگه میگه که نه اینکه اسیر نشید، میگه مست نشید. Մեկ տեղ ասում է մի լցվեք գինով, մեկ տեղ ասում է մի یه جا հարփեք میگه پر գինով։ نشید از شراب، یه جا میگه مست نشید از شراب. Ու շարունակությունը հետաքրքիր է։ Ստեղին Աստվածաշունչն ասում է գերի մի դարձեք գինուն։ اینجا در ترجمه 3 բան է ասում՝ մի լցվեք, գերի մի դարձեք եւ մի հարփեք։ سه تا چیز میگه تو این ترجمه که من دارم. میگه اسیر نشین، پر نشین و مست نشین. Ու անմիջապես շարունակությունն ասում է այլ լցվեք Սուրբ Հոգով։ در ادامهش میگه از روح پر بشید. Ես ասում եմ Պողոս ախպեր ջան, այդ լրիվ ուրիշ բան է, ինչ կապ ունի Սուրբ Հոգով գերի մի դարձեք ու մյուսն ասում է այլ լցվեք Սուրբ Հոգով։ Գինին ինչ կապ ունի من بعضی موقع Սուրբ Հոգու հետ։ اینجوری فکر میکنم برادر پولس، آخه اینی که گفتی اونجا اسیر شراب نشید، مست نشید، بعد این طرف میگی که از روح پر بشید. این چه ربطی به هم داره؟ توی ذهن خودم سوال Ինչ میکنم. երկարա պարսկականը گնում երկու խոսքը։ این فارسی چقدر طولانی. من 2 کلمه میگم برادر بگن. Ես ուզում եմ արագ ասեմ, քանի չեմ մոռացել։ Haydi چتبان ورد آسمسیس کارلوسمم تچه. بهش گفتم معلوم نیست اون چیزی که تو میگی من دارم میگم. در صورت من هر چی دلم میخواد میگم. Ուրեմն, եթե մենք բանից տեղյակ չլինենք, լոգիշել չի։ چون ما از چیزی اگر اطلاع نداشته باشیم منطقی هم نیست برای ما. Նայեք, մի հարփեք գինով, մի լցվեք գինով, շարունակություն ասում է այլ Սուրբ Հոգով։ Ոնց որ չհամապատասխանի իր։ خدا پر بشید. Բայց եկեք մի հատ էլ տեղ նայենք, یه جای دیگر رو نگاه کنیم. գործ առաքյալների գիրք اعمال رسولان 2:13 խոսք։ 2:13. Եթե դուք կարդաք, ով կկարդա։ Կարդա։ اما برخی نیز ریشخند کنان میگفتند اینان مست شرابند. Ես էլ մի հատ հայերեն կարդամ, ասում է منم از ارمنی میخونم. իսկ ոմանք ծաղրանքով ասում էին նոր գինուց հարբած են։ Այսինքն Սուրբ Հոգով լցված վիճակը շատ նման է իսկական գինով հարբածին։ خیلی جالبه وضعیتی که شخصی که از روح خدا پر میشه اینجا داره تصویر میکنه مثل یه آدم مسته. شخصی که از شراب پره. Ով որ հարբած եղել է եւ գինով եւ Սուրբ Հոգով, ինքը հիմա շատ լավ من حالا կտարբերի ու կզանազանի։ من نمیخوام چیز کنم زیاد توضیح بدم. اونی که مست شده از شراب خودش میفهمه من چی دارم میگم. اونی هم که از روح القدس هم پر شده مست شده هم میدونه. Ասենց մեկը, առանց ամաչելու։ نمیخواد قایم کنم. کسی هست
گینով հարբելու کسی نیست یعنی در بین شما شرابی خورده باشه سرش گیج رفته مست شده باشه Համարցակ شجاع باشین Ես ինքս գինով հարբած եղել եմ من գիտեմ خودم خوردم میدونم Ես ինքս Սուրբ Հոգով եմ հարբած եղել էլի با գիտեմ رول قدس هم مست شدم اونم میدونم Մի հատ օրինակ եմ ուզում բերեմ یه مثال بیارم Ես մի հատ աղբեր ունեմ մորքուրի տղա ունեմ یه پسرخاله دارم من Ինքը երկար տարիների հովիվ է سالهاست ایمان داره Առաքյալների հետ էլ է եղել شبانه Հա Մի օր ասում է շատ լավ ծառայություն էր միտեղ انربادمون ինքն է պատմում پسرخالم داشت تعریف میکرد یه جایی بود خدمت خیلی عالی بود Շատ ծառայություններ خیلی پربرکت بود Հրաշքներ, նշաններ, մարգարեություններ, ինչ ուզում եք բժշկություններ شفاها همه چی جاری شد ինքն էլ քարոզել է ինքը و հովիվ է خودش موعظه کرده چون شبانه ասում է շատ հոգով լցված շատ օրտնված ծառայություն եմ անցկացրել یه خدمت پر از روح و پر از اتفاقات بود ու ծառայությունից հետո տուն եմ գալի մեքենայով میگه بعد من نشستم دارم میام به سمت خونه بعد از خدمت մեկ էլ ոստիկանը պոլիցայը پلیس میگه نگه داشت منو կանգնացնում է ստուգում է که کنترل کنه نرمال کنترل ترافیکیه einfach կանգնացնում է شاید خیلی راحت ما رو نگه داشت ایشون رو ասում է կանգնեցի ոստիկանը մոտեցավ դուռը բացեց ոնց են ներկայանում پلیس اومد همونطوری که میگه کاغذها رو میخواد در رو میگه باز کن بهش Բարև ձեզ ներկայացեք ձեր դոկումենտները, ձեր թղթերը։ کاغذاتو نشون بده کاغذهای ماشین و Ասում قوانین ուղղակի ասեցի բարև ձեզ ժպիտը դեմքիս։ میگه با لبخند به عنوان یک مسیحی بهش گفتن سلام به Էլ մինչև پلیس թղթերը ստուգել ասեց հարբած եք դուք։ میگه تا کاغذامو کنترل کرد گفت مستین شما Ասեցի չէ, ես ընդհանրապես չեմ խմում։ بهش گفتم نه من به عنوان مسیحی کلا مشروب نمیخورم Դե մեր Հայաստանում երևի Պարսկաստանում էլ ստեյի նման չի, որ ոստիկանները շատ սիրալի իր կուլտուրական էլի, ասենք դիմեն։ مطمئنا ایران هم همینطوره تو ارمنستان مثل ارمنستان اینجا پلیسا وقتی میگن خیلی خشنن اونجا خب یه کمی خیلی نرمال صحبت میکنن Այ ախպեր ոնց հարբած չես, ելի մի հատ քեզ նայի։ میگه به من گفت که آخه دوست من برادرم یعنی چی مست نیستی قیافت و هیکل تو نگاه کن Ասում ես գիտեմ, այս հովիվը, ասում ես գիտեմ ինչա կատարվում, բայց ես իրան չեմ ասելու, ինքը չի հասկանա։ میگه من میدونم موضوع چیه اونجا از روح القدس مست بودیم هممون ولی میگه من بهش بگم متوجه نخواهد شد Վերջը թղթերս տվեցի, դոկումենտներս տվեցի, ստուգեց, նայեց, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է, բայց էլի ասում է, չէ դու հարբած ես, ախպեր։ میگه تمام کاغذها همه چی سر جاش بود ولی باز قبول نکرد گفت نه تو مستی Ասում իմ դեմքը սենց ուրախ, ես խաղաղ, հանգիստ, ժպիտս դեմքին։ آروم شاد من لبخند میزنم Ինչի համար եմ ասում, որ գինով խմած մարդը նույնն է, չէ՞ որ մենք տենում ենք, ասենք մեկը հարբած է գինով, ուրախ, ժպիտը میگه اونی که դեմքին։ شراب میخورم همینجوری همیشه لبخند میزنه آروم Ինչ ուզում ենք իրան ասենք, մեկը ուրախ է, խաղաղ է։ همش خوشحاله Վերջը չեմ ուզում երկարացնեմ։ نمیخوام طولانیش بکنم. Ասեցի, ասում եմ, բայց վերջում այս բանը տվեց փչելու, որ փչում میگه է։ حتی اون دستگاه هم داد که من فوت بکنم Ստուգեց։ Իսկականից տեսավ չէ, իսկականից دید نه واقعا صفره Ես խմած չեմ, ասում եմ, վերջում իրան ասեցի, որ եղբայր ջան, ես հարբած եմ, բայց ոչ թե գինով, այլ Սուրբ Հոգով։ میگه من بهش در آخر چون اگه اولش میگفتم نمیفهم ولی بعد از تمام شد همه چی رو چک کرد درست بود بهش گفتم بله من مستم ولی مست روح القدس هستم Փառք Տիրոջը։ Ինչ նշանակություն ունի հոգով լցված մարդը։ پس چه Հոգու علامتیه լեցունությունը։ کسی که از روح خدا پره Սուրբ Հոգով հարբած մարդը։ از روح Սենց القدس ասում։ مست باشی Մի հատ էլ օրինակ բերեմ էլի, ես սիրում եմ یه օրինակներով مثال խոսալ։ دیگه بیارم من خیلی دوست دارم با مثالا صحبت کنم Տեր Հիսուսից եմ սովորել, բայց از իմը չի։ از استادم عیسی مسیح Քանի որ یاد ինքն էլ է շատ օրինակներ օգտագործում, օրինակները ավելի ոնց որ ավելի բացում է, էլի։ Մենք ավելի լավ ենք مثالها հասկանում։ خیلی کمک میکنه که ما بهتر بفهمیم Հայաստանում մի օր մեկի հետ խոսում եմ մի հատ հավատացյալի մասին։ با این نفر تو ارمنستان داشتم در مورد یک ایماندار صحبت Ում հետ میکردم որ խոսում եմ, ինքը տենց դեռ ապաշխարած չի, դեռ
خود اون شخص که من باهاش در مورد اون ایماندار Աստծո صحبت ժողովրդից می‌کردم չի, սենց ասեմ, բայց հավատք ունի սովորական։ ایماندار به ոնց որ مسیح نیست բոլորը։ ولی ایماندار یعنی میدونه خدا هست عیسی Հավատում են, որ مسیح رو. Աստված կա։ خدا Մենք هست. էլ ենք հավատում։ Ումջև անգամ ասում են ձեզնից էլ պակաս չենք։ ما ارامنه که ایماندار هم نیستن میگیم که خب بله ما خدا رو میشناسیم کمتر از شما هم نه Այսինքն ձեր հավատացյալներից էլ պակաս չենք از մենք։ Մենք էլ ենք از հավատում։ ایماندارم کمتر باور نداریم Այս մարդու անունը տվեցի, իր մասին ենք խոսում, սենց արեց այս կիսահավատը անհավատը, ասեց։ Դու լավ ասեց, սրա հետ էլ խոսում ես, թե չէ Աստվածաշունչն է բացում։ میگه با اون شخص که در مورد اون ایماندار صحبت میکردم میگه خیلی چیز شد به هم ریخت بابا با اینم وقتی ما با اون شخص که تو داری میگی صحبت میکنیم بلافاصله کتاب مقدس رو باز میکنه Այս մարդու հետ հենց սկսում ես խոսալ, ինքը Աստվածաշունչն է تا բացում։ میخوای در مورد چیز نرمال هم صحبت کنی کتاب مقدسش رو باز میکنه Ինչ ենք հասկանում։ Այս մարդը լծված է Աստվածաշնչով։ Այս մարդը հոգով լծված է։ چی متوجه میشیم اون شخصی که این کارو میکنه پر از کلام خداست پر از روح خداست Մենք ինչով որ լծված ենք, با هر چیزی که پر باشیم այս էլ դուրս ենք տալիս։ همون از ما بیرون ریخته خواهد شد Մենք չենք կարա աշխարհով լծված լինենք, Ուրեմն աշխարհի բաներով, ما از دنیا از چیزای دنیا پر باشیم աշխարհի հաճույքներով با լծված։ اون لذت های دنیا پر Իհարկե باشیم մենք աշխարհի մեջ ապրում ենք, բաներ կա անում ենք, աշխատում هرچند ما ենք, در دنیا هستیم ժամ ենք بله տրամադրում, وقت میذاریم کارهایی رو انجام میدیم این բայց լծվելը ուրիշ բան է, լծված դրանով։ ولی پر شدن چیز دیگه ایه که با این چیزا ما پر بشیم Դրա համար ես շատ եմ հանդիպել մարդկանց։ چون برای همین من با خیلی ها برخورد کردم Հավատացյալներս շատ հեշտ զանազանում ենք։ که ما ایماندارا خیلی راحت میتونیم تشخیص بدیم Մենք շատ հեշտ տարբերում ենք ով է հոգով լծված այդ վիճակը ունի եւ ով չէ։ این قدرت رو روح خدا به ما داده که بدونیم کی از روح خدا پره کی نیست Իսկ հավատացյալ կա իր այդ հենց թեման շուռ ես տալի փոխում ես Աստծո խոսքին, զգում ես որ ինքը էլ չի ուզում լսի։ ولی ایمانداران هم هستن تا تو صحبت ها موضوع عوض میکنیم وارد کلام میشی دوست نداره Դու խոսում թեման բերում ես հոգևորի, حرف میزنی توی صحبت های معمولیت و موضوع رو به مسائل روحانی میاری տեսնում ես որ ինքը նորից թեման տանում է, خودش ինչով որ ինքն է լծված։ موضوع رو عوض میکنه چرا چون از اون چیزا Հələ իր լծված բաներից խոսա, ինչով որ ինքն է լծված։ Քեզ ժամ չի տա որ դու խոսաս։ با اون چیزایی که پر شده و از کلام نیست وقتم نمیده تازه تو صحبت کنی خودش یه ریزه صحبت میکنه Դա մեր լծվածությունից է։ اون همون پری هست Անցնեմ իմ օրինակին, برم رو مثالم Էմիլ ջան։ Աստված օրհնի քեզ։ خدا برکت بده اینجا Կարևոր բերել է, ես շատ էի վախեցել։ سنگو که آورده بودی خیلی ترسیده بودم حالا دورم بوده چرا این ترسیده اون اول اونایی که جلو میشنن ایران ور مودیگی نستات بود که واقعا تو که هرویر Մտածում ենք։ اوکی Անցավ։ Բայց օրինակն է էս։ این مثاله Տեր Հիսուս ասեց կպած մնացեք ինձ, ես ծառն եմ, դուք ճյուղերն եք։ عیسی مسیح گفت من تاک هستم شما شاخه هستیم به من Ինձ بچسبید կպած به մնացեք։ من بچسبید Մի անջատվեք ինձանից, از من մի جدا կտրվեք نشین ինձանից։ قطع نشین Ու շարունակությունում ասում է, եթե կտրվեք, կչորանաք դուք։ و ادامهش میگه اگه قطع بشین از من جدا بشین خشک خواهین شد Մենք լծվում ենք, հոգուց լծվում ենք, ما հոգով լծվում ما ենք։ از روح پر میشیم Ինչից ենք լծվում մենք։ از چی Ումից پر ենք میشیم լծվում, از ումով کی ենք با լծվում։ چه کسی Աշխարից այո, եթե ուզենանք, մենք աշխարհով از կլծվենք։ دنیا پر میشیم Վատ بله բաներով կլծվենք, կեղտերով կլծվենք, մեղքերով կլծվենք։ بله اگه بخوایم از دنیا از چیزهای دنیا پر خواهیم Ու شد այսօր շատ մարդիկ լծված են այդ կեղտերով, و մեղքերով, امروز متاسفانه չարություններով։ در دنیا خیلی از մենք دنیا անոթ ենք։ از چیزهای Մարդը- دنیا گناهان پر هستن Մարդը անոթ է։ Տարբեր բաներով կարա լծվի։ این انسان مثل یک ظرفیه که از همه چی میتونه پر بشه Ես հեռախոս ունեմ։ من موبایل دارم Մենք լծվում ենք Տեր Հիսուսից հոգով։ լծվում ենք Տեր Հիսուսից։ ما از عیسی اینکه مسیح نمز از روح خدا لطنوغه. پر میشیم اوست پر کننده ای ما Նոր եղբայրս աղոթում էր Տեր լծրամ ես, լծրամ ես։ برادرمون دعا میکرد լծրամ خداوند ես։ پر کن ما رو پر کن ما رو Քուրիդան էլ ասեց ոնց որ լծրամ ես خواهرمون Աստված دیدم մեր։ گفت ما رو پر کن լծրա քո հոգովդ մեզ։ ما رو با روح خودت پر کن Ոնց լծնի։ Դրա համար Տեր Հիսուսն ասում է ինձ կպած մնացեք։ چجوری باید پر کنه وقتی عیسی مسیح میگه به من بچسبید از اگه اینجوری گرته؟ نباشه این دستگاه Այս գերետը
լցնում է հեռախոսը։ این دستگاه Սրա մեջ ուժ կա։ این دستگاه سرا موبایل رو مچ پر زوروچون می‌کنه. کا. تو این قدرت الکتریسیته است. Էսա հեռախոսը լցնողը սրանից իր ուժը։ این دستگاه قدرتش رو آنسنوم جاری دبی میکنه در هراخوسی این مچ. دستگاه. Այս հեռախոսը ունենք։ این Եթե هست. մենք չօգտագործենք այս ուժը, այս قدرت رو ما استفاده հեռախոսը نکنیم Այս հեռախոսը չի լույս չի տա, այս հեռախոսը دیگه լույս هیچ ունի։ نور نداره ببینی چیزی رو Էլ خاموش չի میشه լուսավորվի։ نمیتونه نورانی Եթե بشه սրանից ուժը չվերցնի հեռախոսը, اگر از این بر نداره ինքը ոչ մի موبایل բանի պետք չի։ Իր ինֆորմացիան էլ պետք չի։ Ոչ մի գործողություն չի կարող անի։ هر چی اطلاعات داخل این باشه به درد بخور نیست Նավիգացիոն չի ունենա։ هیچ نشون دهنده مسیری کار نمیکنه Ոչ մի բանի պետք չի, մենք նորություններն էլ չենք իմանա։ چیزای تازه رو هم نمیتونی از اینترنت بفهمی Հիմա چون էսի որպես خاموشه. օրինակ։ Իսկ մենք մարդիկս, پس ما انسان էսի ها գերետա, բայց Տեր Հիսուսը կենթանի է։ این دستگاهه ولی خداوند ما خدای زنده است Մենք իրանից ենք լծվում։ ما از او پر Եթե میشیم էսի սրան կապած չլինի, կապ չունենան իրար հետ։ اگر این وصل Հեռախոսը نباشه- բանի պետք չի։ Հիսուս ասեց. اگر این دستگاه به این وصل نباشه این موبایل به درد بخور نیست عیسی مسیح گفت Հիսուս ասեց առանց ինձ դուք ոչինչ եք։ عیسی مسیح گفت بدون من شما هیچ هستین Էս սրան ասումը առանց ինձ դու ոչինչ ես։ این دستگاه کوچیک به این Ուզում موبایله ես که این همه iPhone اطلاعات داره լինես, ուզում ես վերջի մոդելը լինես, դու ոչինչ ես առանց ինձ։ این دستگاه به این موبایل میگه میخوای آیفون باش میخوای آخرین سیستم Դու موبایل باش ինձանից ես بدون սնվում։ من Ես եմ نمیتونی քեզ چیزی انجام ուժ بدی տվողը, մատակարարողը։ من هستم که به تو نور Եթե դու میبخشم ինձանից կտրվես, դու բանի պետք չես։ از من قطع بشی یواش یواش دیگه فاتحت خوانده است Հիսուս ասեց առանց ինձ դուք ոչ մի բան չեք կարող անել։ عیسی مسیح گفت بدون من هیچ کاری نمیتونین انجام بدین Մնացեք ինձ در من կպած։ بمانین به من بچسبین Մենք եթե նրան կպած ենք լինում, մենք նրանից սնվում ենք։ اگر به او میچسبیم از رو قوت لطفو میگیریم منک پر هوکو. میشیم از رو Այսօր այս նոր մեքենաները, ավտոները این ماشینایی که امروز هست برقی տարբեր տեղեր էս բաներն են, չէ՞ իմա սարքում։ جای Լադե- مختلف اون لاد استاسیون ها رو درست میکنه اونجایی که լա- پر میکنه برق رو در ماشین Այս թանկարժեք ավտոները 100,000, 200,000 این بعضی از این خیلی هم گرونن 100 200 هزار یورو قیمتشونه Եթե այս լադե շտացիոնները չլինեն, այդ ուժերը اگر این واقعا جایی که باید դրանք են باتری ուժ տվողը, پر սնողը بشه մեքենաների։ نباشه Այս մեքենաները բանի պետք չեն։ دیگه به درد نمیخوره ماشین خالی که استوات. برقی هم نداره Գործարանը մեքենան ստեղծել է, որպեսզի այս մեքենան ծառայի։ این Մարդիկ օգտագործեն کارخانه մեքենայի։ ها این ماشینا رو تولید کردند که به انسان ها خدمت Հենց کنن ինձ գործարանը Տեսլան չի արտադրում ու լցում։ همینجوری داره تولید میکنه Նպատակի համար է։ برای یه արտադրված։ هدفی Աստված մեզ մարդկանցս հենց այնպես չի ծնում եւ خدا ما انسان ها رو همینجوری سری کاری بیرون نمیده نپاتاکی همه با را یه استفاده هدفی هر کدوم از ما استخدام. آفریده شدیم որպեսզի մենք ծառայենք, که خدمت որպեսզի بکنیم մենք օգուտ տանք, նույն այդ մեքենաները։ همونطور که ماشین فایده و سود داره خدمت میکنه انسان ها رو باید ما هم یه آفریده شدیم خدا رو خدمت بکنیم Մեքենան չօգտվի այս լադե շտացիոններից, այդ ուժից, այդ հոսանքից։ ولی مهم نیست اگر این ماشین از اون جایی که باید شارژ بشه استفاده Այս نکنه շատ ճոխ մեքենաները բանի պետք չեն։ حتی گرونترینش هم به درد بخور نیست Նրանց այս լույսերը, նրանց այս սիրուն LED լույսերը, این نورای قشنگ LED که دارن մարդիկ این չեն տենա, ماشینا մենք չենք տենա։ هیچ کار نخواهد کرد مردم هم Նրա մեջի نخواهند دید. նավիգացիոնը չի աշխատի։ نویگیشنش کار نخواهد کرد Նրա մոտորը չի աշխատի եւ չի ծառայի, موتورش هم حرکت نمیکنه որովհետեւ ինքը կարիք ունի լեցվելու, چون این ماشین احتیاج به پر شدن داره լեցվելու այս գերետից, այս հոսանքից, այս ուժից از این ու جریان از این զորությունից։ برق احتیاج داره که پر بشه Իսկ մենք կարիք ունենք լեցվելու մեր ամենակարևոր, ամենազորավոր ուժը նա է ما մոլորակի هم վրա։ احتیاج داریم از بزرگترین قدرت عالم هستی Եվ այս پر بشیم. գերետները ընդամենը սահմանափակ են, ինքը մի հատ հեռախոս կարա
լցնի եւ վերջանա իր فرق این ուժը։ دستگاه اینه که فقط خیلی بسته هستن، فقط یه دستگاه رو شاید پر کنن خودشون هم خالی میشه. Բայց Տեր Հիսուսի ուժը այնքան շատ է, նրա զորությունը, կարողությունը եւ ولی ուժը, خداوند ما որ عیسی مسیح ներգործում է։ تمام پری در او ساکنه. Եփեսացիների մեջ ասում է այն ուժը, կարողությունը, զորությունը, որ ներգործում է մեր հավատացյալներիս մեջ։ هاللویا هللویا. در افسوسیان کلام خدا میگه قدرت او، قوت او که در بین ما ایمانداران کار میکنه. Նա այդքան ուժ ունի, ոչ թե մի հատ, երկու հատ, երեք հատ մարդ, հազար հատ մարդ լցնի իր ուժով, իր կարողությունով։ Նա այնքան ուժ ու զորություն ունի, որ բոլորակի բոլոր մարդկանց կարող է լցնի, պատրաստ է։ او نه تنها قدرت داره یک نفر دو نفر رو پر کنه، بلکه تمامی بشریت رو قدرت داره پر بکنه. Եվ մենք նրանից պետք է լցվենք։ و ما باید از او پر بشیم. Այսինքն մենք շատ ժամանակ ասում ենք Տեր Աստված լցրա մեզ, իհարկե ամեն բան նրանից է, նրանով է, նրանում بعضی է։ موقع ما میگیم خداوند ما رو پر کن، بله درسته. Նա ամենի چون մեջ։ پری تمام در او ساکنه. Բայց Տեր Աստվածն ինչ ասում է, այդ ուժը, որ ներգործում է քո մեջ հոգին, դու պետքա վերցնես այս ուժը։ میگه ولی کلام خدا میگه روح خدا در ما ساکنه، ما از او باید این قدرت رو بگیریم. Համաձայնվեք իմ հետ։ Մենք չենք կարա գիշերը քնենք, գնանք քնելու, առավոտը զարթնենք, լեցված Աստծո սուրբ հոգով։ ما نمیتونیم بریم بخوابیم صبح بلند شدیم تماما پر باشیم از روح خدا. Եղել է մեկի հետ։ اتفاق افتاده برای شما که صبح از خواب بلند شدی با چشای Մենք մեր գործերով, մեր աշխարհային գործերով գնանք քնենք, առավոտը զարթնենք հոգով լցված։ روز قبلش تماما کار کنی و اصلا تو این فکر نباشی، صبح بلند شی یه دفعه پر باشی، Մերելները հարություն دست առնեն։ دراز کنیم مرده زنده بشه همون صبح اول وقت. Հրաշքներ տեղի ունենա, նշաններ տեղի ունենա։ نشانه ها اتفاق بیفته، معجزه ها اتفاق بیفته. Չի լինի։ اتفاق نمیفته. Մենք ենք լցվողը։ ما هستیم که باید پر بشیم. Մենք պետք է որոշում կայացնենք, որ լցվենք։ باید تصمیم بگیریم که پر بشیم از روح خدا. Իսկ թերևս մեկը հարցնի, եղբայր, ո՞նց լցվենք։ بعضی شاید سوال Ինչ کنن նշանակում چه լցվել։ Ինչ جوری ձևի پر են بشیم؟ լցվում چه Աստծո جوری پر հոգով։ بشیم؟ چه جوری از روح خدا پر میشه آدم؟ Աստվածաշունչը մենք հենց որ Աստվածաշունչը բացում ենք, همین که باز میکنیم کلام خدا հենց رو، Աստվածաշունչը բացում ենք, մենք սկսում ենք լցվել արդեն։ همین که قدم برمیداریم و کلام خدا رو որովհետև- باز میکنیم برای خوندن، روح خدا میاد تا ما رو پر بکنه. Որովհետև Տերը մեր հետ խոսում է Աստվածաշնչով։ چون خدا با ما از طریق کلامش صحبت میکنه. Հենց բացում ենք ինքը մեր հետ խոսում تا է։ باز میکنیم با ما صحبت میکنه. Մենք կարդում ենք, տեսնում ենք թե ինչ է ասում Աստված։ ما میخونیم میبینیم که خداوند چطور با ما صحبت میکنه، حرف Ինքը میزنه. որ խոսում է մեր հետ, մենք լցվում ենք։ همین که حرف میزنه اون کلام ما رو مارت- پر میکنه. Մենք ես ասեցի արդեն մարդը մի հատ անոթ է։ من گفتم ما مثل یک Լցվելու ընդունակություն ունի։ مخزنی هستیم که این توانایی رو داریم که پر بشیم، Եվ վատ բանով կարող է լցվի, եւ լավ բանով կարող է چه լցվի։ خوب چه بد. Ինչով ենք լցվում մենք լցվում ենք աչքերով առաջին, մենք լցվում ենք ականջներով, որովհետեւ լսում ենք եւ լցվում ենք։ چه چیزایی در طول روز ما رو پر میکنه؟ چیزایی که چشم ما میبینه، اونا میاد از طریق چشم وارد اون وجود ما میشه، ما رو پر میکنه. اون چیزایی که ما میشنویم میاد وجود ما رو پر آشکرով میکنه. با چشما տեսնում եւ լցվում ենք نگاه میکنیم و پر میشیم. եւ մտքով ենք و լցվում, افکارمون وقتی میاد اون چیز با اونها որովհետեւ ما پر մտածում میشیم، ենք։ چون فکر میکنیم. Փորձել եք ասենք միտեղ նստեք, ուղակի մտածեք, մեկի տեն մեկ արդեն توجه լցված։ کردیم بعضی موقع میشینیم به یه چیزی فکر میکنیم، میبینیم که اون چیز اصلا تمام وجودتون رو پر کرده. Այս երեք բաներով մենք լցվում ենք։ این چیزایی هستن که ما با اونا پر میشیم. این سه چیز. Մենք կարող ենք կարդալ, մտածել եւ լսել Աստծո խոսքը։ پس نگاه کردن به کلام خدا، خوندنش، داشتنش. Ասեք ինձ, եթե Ապորշնը դուք ուրիշ Աստծո տարբերակ ունեք, եթե ուրիշ ձև կա լցվելու, اگر դուք ասեք։ راه دیگه ای دارین شما برای پر شدن به منم بگین، شاید برای من مکاشفه باشه. Հայտնությունը չունեմ, դեռ չեմ հայտնաբերել։ Էլ ոնց կարող ենք լցվել։ چطور دیگه میتونیم Աստծո پر հոգով, بشیم؟ از روح خدا چطور այս میتونیم ուժով پر ու այս بشیم؟ զորությունով։ با این قدرت. Եթե կա ասեք, ես գիտեմ որ էլ չկա, այս 3 բանով մենք կարող این ենք سه چیزیه که ما رو լցվել։ در طول روز پر میکنه: چشمامون، لطفاً گوشامون یه و زورانه. ذهنمون.
Եվ լծված մարդը, հաստատ իմացեք, լծված մարդը լրիվ ուրիշ ձև է լինում։ ولی مطمئن باش که آدم پر طور دیگه ای رفتار Բոլորս գիտենք Սուրբ Հոգու պտուղները։ همه ما میدونیم کلام خدا در مورد میوه های روح صحبت میکنه. Այսինքն եթե մենք Սուրբ Հոգով լցվում ենք, դրա պտուղներն են՝ սեր, խաղաղություն, ուրախություն թվարկեք։ 9 հատ են։ پس وقتی از روح خدا پر میشیم میوه هاش در ما ظاهر میشه. هست تو غلاطیان باب 5 ها 22 چی هستن؟ Հա, գաղատացի։ محبت، خوشی، سلامتی، حلم، مهربانی، نیکویی، ایمان، تواضع، پرهیزکاری. Ես լրիվ չեմ ասում իմանալով որ գիտենք այս տեղերը։ من نمیگم دیگه شما میدونین. Այսինքն հոգով լցած մարդու պտուղները դրանք են։ پس شخصی که از روح خدا پر میشه این میوه هاشه. Ուզում ես սեր ունենաս։ میخوای محبت داشته باشی؟ خیلی. Փառք Աստծո, ես տեսնում եմ եկեղեցու մեջ կա սեր։ من میبینم خدا رو شکر در Շատ کلیسا սեր هست. ունենաս։ Լցվիր Սուրբ Հոգով։ از روح خدا پر شو. Ուզում ես խաղաղ մարդ լինես, میخوای آرام باشی، آرامش داشته باشی؟ լցվիր Սուրբ از روح Հոգով։ القدس پر شو. Ուզում ես ուրախություն ունենաս։ میخوای شادی داشته باشی؟ Պատասխանը کلام خدا լցվիր میگه از روح Սուրբ خدا پر Հոգով։ شو. Բայց այսօր ցավոք սրտի շատ մարդիկ լցված են ուրիշ մաներով։ متاسفانه در دنیای Աղբով են از լցված։ چیزهای دیگه Կեղտով են از լցված։ آشغالهای این دنیا پرن. Ես մի բան ասեմ, մարդիկ լցված են վախով։ انسان ها پر از ترسن. Իսկականից վախենալը ուրիշ բան է, մենք մարդ ենք, բոլորս էլ ունենք։ ترس رو همه ما داریم ولی Անհանգստություն, بعضی ինչ هستن որտեղ واقعا վախենալ, پر هستن از این բայց ترس. լցված լինել վախով։ ولی از ترس پر بودن یه چیز دیگه. Որտեղից է առաջանում դեպրեսիա այդ մոդեռն հիվանդությունը, որ կոջա մենք այն- չէինք լսել մի ժամանակ։ Միջև Ավստրիա գալը չգիտենք դրա մասին։ از کجا این بیماری مدرن مثل دپرسیون الان که Դեպրեսիա է։ همه 12 տարեկան երեխայի ասում են դեպրեսիա է, դեղեր է خمում։ میگن یه بچه هست میگن وضعیتش اینه میگه آره دپرسیو داره دارو میخوره. Վախի արդյունքն է, վատ մտքերի این արդյունքն է։ نتیجه افکار بد و Շատ افکار մտածելու, ترسناک است. չեղածմանը մտածելու արդյունքն է։ Մարդը լցված է վախով։ انسان پر از ترسه. Մարդը լցված է, հիմա որ ասենք բարկությունով, با خشم բարկանալ پره. ուրիշ ման է։ Բայց որ մեկին ճանաչում ես, մի բան խոսում ես, զգում ես այս این մարդը که بارگانو نورماله با. وقتی ما عصبانی میشیم بعضی موقع ولی افرادی اصلا حرف میزنی عصبانی هن. ես արդեն սկզբից ասեցի, չէ՞, մեկի հետ խոսում ես, մի անգամից Աստվածաշնչից է խոսում։ اول جلسه گفتم با یه نفر حرف میزنه از کلام از خدا مرد حرف میزنه لطفت یکی آستو عصبانیت بیرون میده. Դրա համար ինչ որ խոսում ես, ասում է, ինչ որ ցանեք ենել կհնձեք, ինչ որ کلام خدا կերել هر چی ես, بکاری اونو درو خواهی کرد. ես հետ տալու։ وقتی بالا میاری هر چی خوردی رو بالا میاری. Եթե մենք գինի ենք խմե հետ տանք, կոլա չի գա տեղը։ اگر شراب خوردیم بالا بیاریم کوکاکولا بیرون نمیاد. Եթե մենք Աստծո խոսքն ենք ուտում, ամեն օր լցվում ենք։ وقتی ما کلام خدا رو هر روز میخوریم و پر میشیم Մեկը մեզ խոսացնի, մենք ես ենք հետ տալու, ես ենք խոսալու։ کسی حرف بزنه هر کی بالا بیاد از کلام خداست. Որովհետև մենք լցված ենք։ چون ما پر هستیم. Կարմիր լույսը վառեց, ես կվերջացնեմ հեսա, բայց ուզում եմ վերջում մի հատ շատ լավ տեղ ունեմ ձեր համար։ یه جایی هست خیلی خوبه میخوام حتما در موردش صحبت کنم. Տեր վերջի օրինակս բերեմ, Տեր Հիսուս ասեց, կանայի հարսանիքում Տեր Հիսուս ասեց, լցրեք այս կարասները, այս կարասիները։ عروسی قانای جلیل عیسی مسیح گفت این کوزه ها رو پر بکنید. Լցրեք կարասիները ջրով։ با آب پر بکنید. Կարար մի անգամից Հիսուսը գինով լցնել տար, բայց ասեց լցրեք կարասիները ջրով։ عیسی مسیح میتونست اصلا همون خالیا رو یه دفعه این قدرت رو داشت به شراب Եվ Տեր یعنی پر کنه از Հիսուս شراب. ջուրը փոխեց گینու։ و عیسی مسیح اونجا آب رو به شراب عوض Ջուրը کرد. հոգևորում Աստծո խոսքն է։ آب در خورورتنا. در کنتکست جور روحانی جور کلام خداست. Ջուրը Աստծո խոսքի խորուրդն է։ مثال آب مثال کلام Իսկ գինին خداست ուրախության խորուրդն է։ و شراب نشانه شادی هست. Ինչ արեց Տեր Հիսուս, տվեց ջուրը նույնը այսօր խոսքը տվել է մեզ Հիսուսը։ Ուզում եմ որպեսզի մենք այդ խոսքը امروز هم اون کلام رو به ما մեր داده համար ուրախություն و դառնա։ این کلام تبدیل بشه
به Ուզում եմ شادی որ در խոսքը زندگی մենք ما. կարդանք, ուրախանանք։ میخواد این کلام که نشانه آب بود به شراب تبدیل شد در ما به شادی تبدیل کنه. Ոչ միայն մնա ջուր, այլ ջուրը փոխվի գինի, որպեսզի نه մենք فقط ուրախություն کلام ունենանք։ بمونه فقط تو ذهنم بلکه این کلام تبدیل بشه به شادی. Եվ վերջում առաքյալների و در آخر در առաքյալների գրքում اعمال գործ رسولان առաքելոց գրքում ասում է Տերն ինձ ուղարկեց ورده این 9:16 اعمال رسولان 9:16 Ես կուզենամ որ կարդամ այստեղը եւ վերջացնեմ Չէ, բացեմ աչքերը քույրերի Այո, այդ բանի մեջ է։ Դա Մատթեոսի մեջ։ Դա ասես կասեմ, իրանք ման եմ որտեղ։ Որպեսզի տեսնես եւ լցվես Սուրբ Հոգով Պողոսին է ասում, եթե տեղին ծանոթ եք, Անանյան Պողոսին է ասում Տերն ինձ ուղարկեց, որպեսզի տեսնես եւ լցվես Սուրբ Հոգով در هنس آراکلوتا Գործ առաքելոցի մեջ է در اعمال رسولان اون جایی که حنانیا به پولس میگه خدا منو فرستاد که تو ببینی و از روح خدا پر بشی. Հիմա ես ասում եմ Տերն ինձ ուղարկեց, որպեսզի դուք լցվեք եւ Սուրբ Հոգով տեսնեք եւ լցվեք Սուրբ Հոգով Հիսուսի անունով من میتونم اعتراف کنم خداوند الان منو اینجا فرستاده تا این کلام رو با شما در میان بذارم که شما پر بشین از روح خدا. Մենք շատ կարևոր է որպեսզի տեսնենք خیلی مهمه که ما ببینیم و پر بشیم از Եթե روح Պողոսը خدا. չլցվեր Սուրբ Հոգով չէր կարող այդ գործերը անել اگر پولس از روح خدا پر نمیشد نمیتونست این کارهایی که در Ես հիշում եմ کلام هست انجام بده. երբ Տեր Հիսուս աշակերտներին ասեց Երուսաղեմից տեղ չգնաք یادتون هست عیسی مسیح به شاگردان گفت از اورشلیم بیرون نیاین Երուսաղեմից չհեռանաք հանգարտ دور نشید. Ինչի համար մինչև որ Սուրբ Հոգին چرا؟ կառնեք چون تا از روح մինչև خدا որ پر Սուրբ بشین. Հոգին կգա եւ կլցի ձեզ چون روح قدس میاد و شما رو پر Եվ մենք میکنه. տեսանք թե ինչպես Սուրբ Հոգին եկավ եւ լցեց و ما دیدیم که աշակերտներին اومد و Եվ پر բոլորը کرد و چه լցվեցին اتفاقاتی Սուրբ افتاد. Հոգով եւ ինչեր կատարվեց մարդիկ و چه զարմանում էին اتفاقی افتاد. مردم تعجب میکردند. Զարմանում էին փարիսեցիները օրենքի ուսուցիչները تمام فریسیان تعجب کرده بودند که اینا Ասում همون էին, شاگردان هستن. Պետրոսը անուս Մարթա این پتروس یه شخصی ناامیدی ոնց է بود. այսպես խոսում ոնց چطور է اینجوری այսպես داره համարձակ حرف խոսում میزنه؟ Դա Սուրբ Հոգու این լեցունությունն է پری اون روح ուժն է, القدس است. կարողությունն է, قدرتش ու است զորությունն է و قوتش است. լցվենք Սուրբ و Հոգով از روح خدا پر بشیم. լցվենք Սուրբ Հոգով Տեր Հիսուսի անունով هاللویا. آمین. Եկեք հիմա այս ամեն ինչը դնենք մի կողմ Պողոսին Սուրբ Հոգուն չենք դնում մի կողմ بیاین اینا رو بذاریم کنار. البته Այս نه մեր روح قدس رو օրինակները, پولس այս մեր رو դեպքերը, مثالها որ մենք رو խոսացինք Հիմա ամեն մեկս هر کدوم از գլուխներս ما կախենք ու سرامون رو خم ես կարճ بکنیم. կաղոթեմ من دعا خواهم Ամեն کرد. մեկս նայենք մենք ինչով ենք լցված نگاه کنیم به خودمون از چه چیزایی پر هستیم. Մենք ինչքան ենք լցված چقدر پر هستیم از اون چیزا. Մենք այս հերախոսը որ դնում ենք հիմա լիցքավորման Մենք նայում ենք թե ինչքան է լցված մեր وقتی که հերախոսը ما موبایل رو داریم شارژ میکنیم نگاه میکنیم چند درصدش پره. Ինչքան լիցք ունի այդ հերախոսը چقدر پر شده. Մենք շատ ժամանակ չենք թողում մեր հերախոսը լրիվ լցվի بعضی موقع نمیذاریم زیاد پر بشه موبایلمون. Ասում ենք հերիքա երկու հատ գիծ արդեն լցել میگیم է بسه 2 تا خط پر شد بسه. Հերախոսը վերցում եւ գնում ենք برمیداریم و میریم. Բայց այս հերախոսը մեզ ամբողջ օրը չի բավարարի ولی جایی میشه که دیگه երկու հատ دوام գիծը քիչ نمیاره. է 2 تا خط کمه Հիմա عزیزان. մենք նայենք հերախոսը դնենք մի կողմ նայենք մեր մեջ الان نگاه کن به خودت. մեր լիցքը ինչքան է پری که تو داری چند خطه. Մենք ինչքանով ենք լցվում چقدر پر شدی. Ընդամենը երկու գիծ լցվում է ու թողում գնում ենք وقتی میای کلیسا یه خط پر میشه میذاری میری. Կիրակի գալիս ենք եկեղեցի یک شنبه به یک شنبه میایم դնում کلیسا ենք լիցքի میذاریم وصل میشیم به انت اون همه- روح خدا و میذاریم پر بکنه ما رو. Ընդամենը մի գիծ երկու գիծ լցվում է
یه خط دو خط که پر میشه Եվ գնում ենք տուն, հասնում ենք տուն, այս լիցքը վերջանում է։ تا میرسیم خونه بعضیا تا خونه میرسن اون دو خطش Եվ خالی մենք میشه ապրում ենք առանց و լիցքավորված։ ما زندگی میکنیم تمام هفته رو بدون نایک پری در خالی بودن Նայենք մեզ եւ ասենք Տեր, به خودمون نگاه کنیم و بگیم خداوندا ներիր մեր սխալների համար։ برای اشتباهات ما رو ببخش Ես հայտնություն ունեմ հիմա Տեր։ من الان مکاشفه دارم Այո, خداوندا ես պետքա լեցված լինեմ։ بله من باید پرشم Իմ از գծերը تو պետքա միշտ ֆոլ լինի, լրիվ լինի, خطای من باید همیشه هر روز որպեսզի پر باشه որpիսի ես կարողանամ դիմակայել که بتونم تحمل بکنم փորձություններին, در برابر مشکلات հիվանդություններին, بیماری ها تجربیات որովհետև ես լեցված եմ։ چون اونجا من پر هستم Ես զորացած եմ, ես ուժեղ من եմ։ قوت دارم قدرت دارم Տեր ներիր մեզ, خداوند ما رو ببخش որ չենք արել այսքան که ժամանակ։ این تا الان اینجوری فکر نکردیم Հիմա Տեր գալիս են քո գայ առաջ, میاریم քո به սուրբ աթոռի առաջ, به تخت تو نزدیک میشیم ای خداوند եւ խնդրում ենք քեզանից Տեր, որպիսի ներես մեզ մեր մեղքերը։ و میخوایم که ما رو ببخشی Մենք خداوند քո ներման կարիք ունենք ما به تو եւ احتیاج داریم քեզանից լծվելու կարիք ունենք։ به پری تو احتیاج Այո, داریم մենք ուզում ենք լծվենք քեզանից։ بله ما میخوایم از تو پر بشیم Լծրա մեզ Տեր Հիսուս, پر کن ما رو خداوندا որովհետեւ զորությունը ուժը քեզանից է։ چون قوت و قدرت از توست Քո խոսքն ասում է երիտասարդներն անգամ կհոգնեն ու կթուլանան։ کلام تو میگه که جوانان خسته خواهند شد Ընտիր կտրիչները բոլորովին կընկնեն։ Կտրիչները, ուժեղները, اونایی که երիտասարդները قوی կընկնեն։ هستن حاکم هستن اونا به آخر میرسن میبرن Բայց Տիրոջ ապավինողների ուժը պիտի նորոգի։ ولی اونایی که به خداوند متوکل هستند امید دارند یه اونا برانک. قوی خواهند شد Արծիվների պես թևերով վեր պիտի و ելնեն։ مثل عقاب پرواز خواهند کرد Պիտի վազեն خواهند دوید եւ و չհոգնեն։ خسته نخواهند Պիտի شد քայլեն راه خواهند رفت եւ չթուլանան։ و ضعیف نخواهند Եվ شد այդ ամենը մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր و անունով։ با در نام عیسی مسیح همه اینها خواهد شد Փառքես Տեր, շնորհակալ եմ, جلال بر توی خداوند որ դու կաս, که تو هستی դու եղել ես, بودی դու پիտի լինես։ و خواهی بود Դու հավիտենական մեր Աստվածն ես։ تو خدای ابدی Դու ما մեր هستی թագավորն ես, تو Տեր։ پادشاه ما هستی Ինչպես որ դու Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածն ես։ همونطور که تو خدای ابراهیم و اسحاق و یعقوب بودی Հավասարաչափ մեր Աստվածն ես, Տեր։ همونطور به همون اندازه پدر ما Ես هستی դավանում եմ ասում եմ նաև իմ Աստվածն ես, Տեր դու։ من حتی اعتراف میکنم میگم خدای من هستی Դու شخصا خداوند. ամենակարող Աստված تو ես։ خدای قادر هستی Սիրող, با բարի, ողորմած, با محبت գթառատ نیکو Աստված ես։ با فیض و رحمت Ողջ փառքը, تمامی պատիվը, جلال մեծությունը, بزرگی զորությունը, عظمت شکوه օրհնությունը, رحمت օծությունը քեզ է به պատկանում تو Տեր։ داده بشه Թե բոլոր ժամանակներից առաջ, چه در گذشته թե այժմ, چه الان եւ թե գալիք բոլոր و ժամանակներում, چه در آینده հավիտյան, تا հավիտենից, ابدالآباد Հիսուսի անունով, در نام عیسی مسیح ով կասի ամեն։ آمین هللویا. هللویا آمین پارک آمین. ایسوسی. آمین پارک جلال بر نام استر. خداوند آمین Փառքես Տեր։ هللویا Հալելույա։ آمین Հալելույա։ Փառք Տիրոջը։ هللویا Փառք Տիրոջը։ هللویا Էմիջան մերսի։